Նիկոլ Փաշինյանն ու Բարտկանց, բայց այդ ծարս կախես։ Շունը չալը որնա բալակը որնա։ Ինձ եմ ընտրել, որ պիտի ընտրեմ։ Ուրա թե ուշկավը պետք է աջակցենք։ Իշխանությունը կորած է։ Ում եք պատրաստվում աջակցել, որ քաղաքական ուժին։ Առաջին չեմ որոշել։ Իսկ ընդդիմություն թե իշխանություն։ Դա էլ հարցական դակ։ Դեռ չենք որոշի։ Իսկ դուք։ Գաղտնիքա դա։ Կորոշենք հետո կերևա։ Ինձ եմ ընտրել, որ պիտի ընտրեմ։ Կարևորը որ էս ազգը կարավոտի հանի դա Սամվել Կարապետյանն է։ Ուրիշ բան չեմ տեսնում։ Մնացածը ում էլ դնեն մեկ ասելու է նախկինա, մեկ ասելու է ներկայա, որպեսզի այդ կռիվը չլինի հայ ազգի մեջ, ամենաճիշտը Սամվել Կարապետյանն է։ Չեմ կարող ասել։ Չգիտեմ, չեմ որոշել։ Ոչ մեկին։ Նիկոլ Փաշինյանն ու Բարտկանց, բայց այդ ծարս կախես, չորացնես փողոցին, էլի։ Ո՞վ թե ընտրել դրան։ Հավանական է իշխանություն։ Չէ, ոչ մեկին էլ չեմ ընտրելու։ Փաշինյանին։ Ինչ մտածեմ կասեմ։ Նիկոլ Փաշինյան։ Բնականաբար մեր գործող վարչապետին ենք ընտրելու։ Գագիկ Ծառուկյան։ Նիկոլ Փաշինյան, աղջիկեր էլ եմ, որ Ղարաբաղ կյանքը կերել է։ Конечно, я Գագիկ Ծառուկյանը կամ էլ Սուսրա, կամ էլ Սամվել Կարապետյանը, Նևի Գագիկ Ծառուկյանը։ Դեռ չեմ որոշել։ Հաստատ ոչ քաղաքացիական պայմանագիր։ Դեռ հստակ չեմ որոշել, բայց համենայն դեպս երևի կամ Սամվել Կարապետյան կամ Ռոբերտ Քոչարյան։ Իշխանություն։ Նիկոլ Փաշինյան։ Ոչ մի։ Նիկոլ Փաշինյանն 2-0։ Ճիշտ ասած չգիտեմ։ Սամվել Կարապետյան։ Դեռ չեմ որոշել։ Չեմ մասնակցում ընդհանրապես։ Ես կմտածեմ, բայց չեմ կարող ասել, ինքս կմտածեմ, կորոշեմ։ Ախնիկա չեմ կարող ասել։ Չգիտեմ։ Նիկոլի հետ Սամվել Կարապետյան։ Իմ փայը այսօրվա նախագահ եմ։ Իմ փայը։ Իսկ դուք Էլ իրան։ Նիկոլ Փաշինյանին եք ընտրելու։ Դուք ում եք ընտրելու։ Էլի նույնը։ Ոչ մի քաղաքական ուժի չեմ աջակցում, որ սենց բոլորի վրա խաչ քաշած։ Ես միշտ Նիկոլի Յանից եմ եղել։ Ինչ ասեմ։ Փաշինյան։ Դա չենք կենտրոնացել։ Ու չենք կարա ուղիղ ասենք, որ ում կընտրենք։ Սամվել Կարապետյան։ Ոչ մեկին։ Ոչ մեկին չեմ ուզում։ Ուրա թե ուշկավը պետք է աջակցենք։ 90 թվից արտեսով, որ մեկը նստել անդե իվանաս մեզ արէ։ Գնացել են Թուրքիայի ոտները լվացը ջուրը խմել։ Բայց մենք դուժվել ենք։ Մեր նման մարդիկ, ինպես մարդիկ ստե տանջվել են։ Այս զավոդները սաղ քանդին կեան, որ մեկը բան ասա։ Որ հիմա պարապստե կայնած ենք աշխատելու փոխարեն։ Գագիկ Ծառուկյանին։ Դե մի քիչ գաղտնի կա, կարելի է չասել, բայց ոչ իշխանությանը։ Ես առայժմ չեմ գարասի, բայց իշխանությունը կորած է։ Ես ուզում եմ որ այս մարդը լի, ոչ հանրապետական լի, ոչ էլ այդ նախագահների շայքայից լինի։ Միայն թե նոր ուժը լի, հայրենասեր ուժ։ Ուրիշ ոչ բան։ Անենց ամենք իրան հանենք։ Դուք չեք իշխանությունից։ Ոչ մի հատ, ոչ Արդեն հեծանիվա քշում, գուկուրուզա գրձում, դոյ խնձորաուդու բանում։ Ինչի՞ց կոյել, կայ աղջիկ ջան։ Բայց ասում է իմ կառավարման օրոք ժողովուրդը ավելի լավ է ապրում, ավելի Ես մի բան խնդրեմ, ուղղակի ինչ եմ ուզում ասեմ։ Ուզում եմ ասեմ, մեր հայ ժողովուրդը մեղք է։ Թող են ձևի մարդ ընտրեն, որ այս ժողովուրդին միջամտնեն մի քիչ աշկերը բացվեն, էլի, ամոթելա, ինչ ամ։ Թոշակառուները մնացել 2 տարվա կյանք 3 տարվա։ Թող ապրին այ մարդ իրաց թոշակը։ Ինչ է օրեգան քարտ, օրեգան էսի ենի։ Թող իրա թոշակը ստանա ապրիմ 2 տարի։ Հանքիստ իրա խեղճով իրա հանքիստը վայելի։ Աշխատել է 40-50 տարի, 70 տարեկան մարդ ուր է տաշկը։ Ես 80 տարեկան եմ, իտամին տազա բիզնես տնեմ։ Ազգային ժողովումը, մեզ ունենք ահագին դեպուտատներ, ճիշտ է, գրագետներ կան, ոնց որ պետք նա իրանց ոգևորվել են մեր հայ ժողովուրդին, ես ընտրվում եմ դեպուտատ, պետք է ձեր ասածել է, ղեկավար ենք այնպես, ինչպես որ մեր հայ ազգը ցանկանում է։ Հիմա այդ 70-80 հոգի կան դե, բայց ոչ մեկը դրանց մեջ չկա մտածի, այդ տղա, ես ինչ ենք անում, դում ու զարսենի նման ասեմ, հետո չխոսած, իսկ ինչու, են ձևի թող անեն, ժողովուրդը ուրախանան ասում, վայ, աստված, կմերը կզանեց մի 5-6 բերած պետեր, բայց ինչ է, ժողովուրդը լրացրել են, ոչ մեկը չկա, որ մեկը ռեսկով խոսա, վաղ մտա բարևել ատա, տես կյանք ալինում։ Մի հատ օգնություն էլ չկա ոչ բանի։
Նիկոլի կողմից։ Սամվել Կարապետյանին։ Ուրիշ ոչ մի բան։ Ես այս Սերժի վախտով ավելի լավ եմ ապրել, քան տեինի։ Աշխատանք ունեիք։ Ունեինք Ռոբերտի վախտով էլ։ Քոչարյանի վախտով էլ աշխատանք ենք ունեցել։ Ապրել ենք։ Բացի Նիկոլից յուրաքանչյուրին։ Հիմա ումն էլ աջակցից նույն բանն է տարբերություն։ Շունը չալը որնա, բալակը որնա։ Այդքան ալան թալան արին, մարսը պանեցին, մեկին չդադեցին, ատոնց ում ընտրենք։ Իրանք տանում, իրանք թալանում, իրանք ուտում, իրանք բրախում, մի հաս գողանողին տանում են, յուլում են, մնասածներին էլ բերում ես կան տվերա, բրախեք տեսա նորից թալանում։ Բոլորն էլ սխալ էին, բոլորն էլ վատն էին, բայց ժողովուրդը էլի չարիքի լավագույնը ընտրեց Նիկոլին։ Նիկոլն էլ պարտվել էր, նա իրավունք չուներ իր թեկնածությունը դնել։ Ոչ Սերժը, ոչ Քոչարյանը, ոչ Լևոնը, ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ մեկի, ոչ էլ Նիկոլը իրավունք չունեին դնել։ Ով է լավագույնը, Նիկոլն է լավագույնը։ Այո, Կողմար։ 21 թվին նա եղավ Լավագույն։ 21 թվին։ Էնի Այլ բաբշե։ պատերազմում էր պարտվել, հա։ Բայց ժողովուրդը էլի չարիքի լավագույնը ընտրեց։ Դավաճանին դրեցին։ Էձև ասա։ Դեռ չեմ որոշել, բայց Նիկոլին հաստատ չեմ ընտրի։ Չեմ կողմնոշել, բայց այս ուժը հաստատ չեմ ընտրել։ Նիկոլ Փաշինյան երևի։ Ընդդիմություն 100%-ով։ Սպասում ենք նոր մարդիկ դնեն, նոր կողմնորոշվենք ու ընտրենք։ Նոր դեմքեր լինեն, հա, որ կարողանան կողմնորոշվենք։ Սամվել Կարապետյան։ Լևոն Զուրաբյանն։ Հիմի չեմ կարող տենց ասեմ, բոլորն էլ արժանի են, բայց արժանավորին պետք է ինտերես։ Ով աշխատանք կատարում է, զգում ես աշխատանք կատարել է այդ քաղաքական ուժին։ Կլինի որ չասեմ, բայց ոչ հիմիկ բաններին էլի։ Գող չեք իշխանում։